Բարի երեկո, պարոն Օրդուխանյան, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել մեզ միանալու համար։ Բարի երեկո։ Պարոն Օրդուխանյան, Ադրբեջանը վերջերս ըստ էության կրկին բարձրաձայնեց Զանգեզուրի միջանցքի պահանջը, տևական ժամանակ դրա մասին լռում էին, ընդ որում ի հավելումն այդ պահանջի նաև նշեցին, որ Հայաստանը այնտեղ որևէ մաքսային գործողություններ չի կարողանալու իրականացնել, ճիշտ է ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցի ուղևորների պարագայում, իսկ հայկական կողմից առայժմ պաշտոնապես միայն արձագանքել է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, արդյոք պետք չէ ավելի բարձր մակարդակով որևէ արձագանք եւ ընդհանրապես ինչ արձագանքի մասին հիմա կարելի է խոսել։ Նախ նշենք, որ դա ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլ նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի։ Մենք պետք է լավ հասկանանք, որ Ադրբեջանը մենակ չի կարող տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բովանդակ պահանջներ ներկայացնել։ Ադրբեջանը այս հարցում հատկանշական իմաստով ներկայացնում է առաջնահերթորեն Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը, որովհետեւ Ադրբեջանը Նախիջևանի հետ ունեցել է ճանապարհ եւ ունի, որը անցնում է Իրանով, սակայն այն միջանցքը, որի մասին նրանք խոսում են, դրա իրական շահառուն Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան են։ Ուստի մենք պետք է Ադրբեջանի պահանջի տակ հասկանանք Ռուսաստանի եւ Թուրքիայի շահը եւ մենք բազմաթիվ փաստեր ունենք, որ այս տարածաշրջանում մասնավորապես պայմանավորված ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ այս երեք պետությունների շահերը խիստ ներդաշնակ են։ Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, Հայաստանը ամենաբարձր պաշտոնյաներից մինչև փորձագիտական նույնիսկ դիրույթ ոչ մեկ անգամ, եթե ոչ 100 եւ 1000 անգամներ կրկնել են, հաստատել են, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր սուվերեն տարածքի հաշվին այլ պետությունների որևէ իր վերահսկողությունից դուրս որևէ երթուղի տրամադրել։ Հիմա իհարկե արձագանք եղել է, վստահաբար արձագանքներ էլի լինելու են եւ մենք մեր դիրքորոշման մեջ անդատան ենք այս հարցում, որովհետև հասկանալի է, որ Հայաստանը չի կարող իր սուվերեն տարածքը որևէ կերպով զիջել։ Հիմա խնդիրը հետևյալն է, այստեղ իրականում վերահսկողության նկրտումն է, թե ով պետք է վերահսկի եւ սա է պատճառը, որ Ադրբեջանը հաճախ դառնում է Ռուսաստանի խոսափողը, մեջ բերելով նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը եւ այն կետը, որով գրված էր, որ ռուսական, այսպես ասենք, համապատասխան ուժերը պետք է վերահսկողություն իրականացնեն։ Բայց քանի որ թե Ռուսաստանը եւ թե Ադրբեջանը լինելով այդ հայտարարության ստորագրող կողմեր ամբողջությամբ ձախողել են եւ խեղաթյուրել են այդ հայտարարության բովանդակությունը եւ այլևս ցավոք սրտի Արցախում որևէ հայ բնակիչ չի մնացել իրենց ներկայությամբ, սա նշանակում է, որ այդ հայտարարությունը գոյություն չունի եւ որևէ կետի իմպլեմենտացման մասին խոսել ուղղակի տրամաբանական չէ։ Մենք ունենք բազմաթիվ փաստարկներ, բազմաթիվ հիմնավորումներ, որ հետ այսու նոյեմբերի 9-ի եւ 10-ի հայտարարությունը վկայակոչել տարածաշրջանում աշխարհաքաղաքական հարցեր լուծելու եւ շահեր առաջ խաղացնելու տեսանկյունից այլևս անիմաստ է։ Բայց մենք կարող ենք առաջ տանել այդ փաստերը, պարոն Օրդուխանյան, ներողություն եմ խնդրում, մենք կարող ենք առաջ տանել այդ փաստերը, որովհետև ըստ էության Ռուսաստանն ու Ադրբեջանը խոշորաշով շատ դեպքերում այդ փաստերին ուշադրություն էլ չեն դարձնում եւ պաշտոնական մակարդակով, հիմնական ինչ-որ խոսնակների մակարդակով լրիվ հակառակն են պնդում։ Իհարկե մենք կարող ենք առաջ տանել եւ առաջ էլ տանում ենք, որովհետեւ թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը որևէ փաստարկի կամ հիմնավորման իրենց շահերի առաջխաղացման տեսանկյունից, այսպես ասենք, դրանց վրա ուշադրություն չեն դարձնում, այսինքն նրանց համար կարևոր չեն փաստարկները։ Վերցնենք Ռուսաստանի դեպքում Ուկրաինան եւ նրանց քաղաքականությունը, Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմամբ եւ նույնը Ադրբեջանի քաղաքականությունը, ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մեր տարածքային ամբողջականության խախտման փաստերով։ Այսինքն այս պետությունները փաստարկների հիման վրա չեն
իրենց որոշումները կայացնում եւ առաջ մղում, այլ բացառապես իրենց շահերի, որոնց համար գտնում են պատրվակներ։ Հիմա տեսեք, վկայակոչում են Պրահայում ինչ որ համաձայնություններ, հետո նշում են նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը, հետո ուրիշ, այսպես ասենք, կեղծ փաստակներ կգտնեն, որպեսզի նորից այս խոսույթը շրջանառեն, բայց մեզ համար այլևս ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը ուղղակի գոյություն չունի եւ որևէ իրավական ուժ այլևս տարածաշրջանը որևէ հարց լուծելու համար ունենալ չի կարող։ Սա է պատճառը, որ մենք, ես ուզում եմ հիշեցնել իրադարձությունները, մենք միայն դրանից հետո էր, որ ներկայացրեցինք որպես պետություն խաղաղության խաչմերուկ կոնցեպտը, որը ենթադրում է սուվերեն պետությունների տարածքային ամբողջականության արգանք եւ այն ենթակառուցվածքները, որոնք որ անցնելու են այդ պետություններով, բացառապես այդ պետությունների վերահսկողության տակ են լինելու։ Եվ մեզ համար շատ կարեւոր է, որ տարածաշրջանում եւ սահմանակից Հայաստանի պետություններից առնվազն երկուսը, Իրանը եւ Վրաստանը, այս հարցում համախոհեն տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության մասով եւ մեկ անգամ չէ, որ Իրանը տարբեր մակարդակներով բարձրաձայնել է ըստ էության իր դիրքորոշումը, որ նրա համար նույնպես ընդունելի չէ, որ Հայաստանով, այսպես ասենք, Զանգեզուրյան միջանցք գոյություն ունենա, որտեղ դա հեռանկարի մեջ նաեւ սպառնալու է Իրանի ազգային շահերի իրականացման։ Իսկ ինչ տարբերակով է պետք պայքարել այս եռյակի, այս տանդեմի դեմ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, որովհետև օրինակ կարող են շատերը պնդել, որ մենք այստեղ պիտի նաև արևմուտքի օգնությանը ապավինենք, բայց նույն Իրանը, որը մեր տարածքային ամբողջականությունը պահպանելուն է միտված, ըստ էության դեմ է այս տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությանը, խոսքը մասնավորապես տրամաբանորեն վերաբերվում է հենց Միացյալ Նահանգներին։ Ինչպես պայքարել այս տանդեմի դեմ այս հարցում։ Տեսեք, հիմա փաստացի Հայաստանի Հանրապետության սահմաններին կանգնած են արևմտյան քաղաքացիական դիտորդները եւ Իրանը այս հարցում որևէ կտրուկ բացասական դիրքորոշում կամ քաղաքական գիծ չի տանում։ Սա նշանակում է, որ եթե մենք ճիշտ ենք աշխատում եւ Հայաստանում միջազգային ներկայացվածությունը որևէ կերպ չի սպառնում Իրանի շահերին, ապա այդ քաղաքականությունը ուրեմն արդյունավետ է։ Տեսեք, Իրանը ամեն դեպքում որքան էլ խոսի, կարող է լինել բացառապես Հայաստան եւ Իրան սահմանի երաշխավոր, բայց ոչ Հայաստանի տարածքային ամբողջականության պայմաններում Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքի։ Սա նշանակում է, որ մենք Իրանի հետ մեր քաղաքականությունը բացառապես պետք է կառուցենք մեր համատեղ սահմանի անխախտության սկզբունքի եւ գաղափարի հիման վրա, սակայն մյուս հատվածները մենք պետք է կարողանանք միջազգային ներկայացվածությունը բարձրացնել, ինչու՞ չէ նաեւ արևմտյան, մասնավորապես արևմտյան։ Տեսեք, Ռուսաստանը վերահսկում է այստեղ։ Ես չեմ ասում պաշտպանում է, ես ասում եմ վերահսկում է հայ-թուրքական սահմանը։ Իրանի հետ նույնպես տեղակայված է ռուսական որոշակի վերահսկողություն, թեկուզ մաքսայինը վերցնենք։ Հայ-ադրբեջանական սահմանի ըստ էության որոշ երկայնքով եվրոպական դիտորդներն են եւ միայն հայ-վրացական սահմանին է, որ որևէ օտար ներկայություն գոյություն չունի։ Հիմա մենք եկեք նայենք մեր պետության 4 սահմանները եւ տեսնենք այդ սահմաններից որ հատվածներն են ոչ խնդրահարույց։ Տեսնում ենք Իրանի հետ սահմանը, տեսնում ենք Վրաստանի հետ սահմանը եւ տեսնում ենք եվրոպական դիտորդների տեղակայումից ի վեր որոշակի մեղմացում է իրավիճակի հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ դիտորդները կանգնած են։ Եվ Թուրքիայի կողմից վերահսկվող հայ-թուրքական սահմանը, որը փակ է, այսինքն այնտեղ որտեղ ռուսական ներկայությունն է, այնտեղ փակ է, փակուղի է։ Եվ սա նշանակում է, որ մենք որևէ պարագայում չպետք է այլևս թույլ տանք, որ ռուսական որևէ ներկայություն մեր սահմաններին, որ հատվածում էլ լինի, ընդարձակվի։ Եվ մասնավորապես խոսքը վերաբերում է մեր հարավային սահմանին։ Պարոն Օրդուխանյան, մեր կողմը նաև տարբեր մակարդակներով խոսում է որոշակի բանակցությունների պարզեցված ռեժիմի մասին, բայց դեռևս ինչ որ մանրամասներ Անվտանգության խորհրդի քարտուղարը երեկևս որոշակի մանրամասներ չնշեց։ Կարող ենք փորձել ենթադրել, թե ինչի մասին է խոսքը, ինչ նկատի ունի մեր կողմը, երբ պարզեցված ռեժիմի մասին խոսակցություն է բացում։
Ըստ էության, տեսեք, դա նշանակում է, որ կա հստակ քաղաքականություն այս հարցերի համար լուծումներ փնտրելու։ Իհարկե, եթե չի մանրամասնվում որևէ բան, դա ուրեմն ժամանակավրեպ է հիմա, այսինքն կարիք չկա, որ մանրամասվի, քննարկումների, բանակցությունների, հավանաբար նաև համաձայնությունների եւ պայմանավորվածությունների փուլ է։ Բայց հստակ է մի բան, որ Հայաստանի հարավային շրջաններում արևմտյան ներկայությունը, ինչ եմ շեշտում արևմտյան ներկայությունը, որտեղ միայն արևմտյան կողմն է ըստ էության, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին խոսելիս նշում է հստակ կիլոմետրեր, այսինքն ֆիզիկապես հասկանալի է, թե տարածքային ամբողջականությունը որքան է եւ ինչպիսի տարածք է ընդգրկում։ Սա նշանակում է, որ մենք այս ուղղությամբ մեր քաղաքականությունը պետք է խորացնենք եւ նաեւ պետք է ավելի սերտացնենք մեր կապերը արևելքի, մասնավորապես Հնդկաստանի հետ, որովհետեւ մեզ Ռուսաստանը անտեղի չմեղադրի արևմտամետ քաղաքականություն իրականացնելու մեջ, այսինքն Հայաստանի քաղաքականությունը ոչ թե միտված է արևմուտք, արևելք, հյուսիս կամ այլ հարավ, այլ առաջին հերթին միտված է իր շահերի իրացման եւ տարածաշրջանում իր տեղը, դերը եւ նշանակությունը ֆիքսելու։ Այս իմաստով Հայաստանը պետք է համագործակցի թե արևելքի, թե արևմուտքի բոլոր այն պետությունների հետ, որոնք ընդունում եւ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այնպիսին ինչպես այն գոյություն ունի եւ որևէ հավակնություն չունեն Հայաստանի տարածքների հաշվին իրենց շահերը առաջ տանելու։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնց հակահայաստանյան քաղաքականությունը բավականին ակներև է դարձել։ Եվ վերջում, պարոն Օրդուխանյան, պարբերաբար Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը այս տանդեմը երկրներից մեկի շուրթերով, սովորաբար Ադրբեջանի շուրթերով ինչ-որ մանր պահանջներ, ինչ-որ մանր դրույթներ է առաջ քաշում, որոշակի փոփոխություններ մտցնում բանակցային պրոցեսից, մեր կողմից էլ նշում են, որ կան պայմանավորվածություններ, որոնք բանավոր խոսքի ընթացքում ձեռք են բերվում, բայց արդեն փաստաթղթավորման փուլում Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները չի պահում։ Հաշվի առնելով մեր դեմ կանգնած կողմերի նման քաղաքականությունը, ընդհանուր առմամբ այս հարցում Զանգեզուրի միջանցք լինել չլինելու հարցում ո՞րն է Հայաստանի համար լավագույն որոշումը։ Նախ մենք մեզ համար պետք է վերջնականորեն արձանագրենք, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու եւ վերջ։ Եվ մեր քաղաքականությունը բացառապես կառուցենք այս հաստատունի հիման վրա։ Հիմա կրկնում եմ, որ պետություններն են, որ մեր դիրքորոշման դեպքում մեզ պաշտպան եւ աջակից են։ Դա հիմնականում արևմտյան պետություններն են։ Սա նշանակում է, որ արևմուտքի հետ մեր կապերը պետք է ավելի սերտանան, թե պաշտպանական, թե անվտանգային, թե տնտեսական դիվերսիֆիկացման, թե էներգետիկ դիվերսիֆիկացման պարագայում։ Մենք պետք է ավելի ինքնավստահ քայլեր գործենք 2024 թվականին, մասնավորապես տարբեր ոլորտներում թույլատնելով ներկայությունը եւ ազդեցությունը այն սուբյեկտների, որոնց համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերացական է, Հայաստանի ինքնիշխանությունը վերացական է։ Սա նշանակում է, որ Ռուսաստան, Թուրքիա եւ Ադրբեջան, իհարկե հարաբերություններ որոշակի պետք է լինեն քննարկումներ, բանակցություններ, քաղաքականությունը այդպիսի բան է, հնարավորինի արվեստ է, պետք է բոլորի հետ էլ փորձես խոսել, հասկանալ, քննարկել, բայց մենք պետք է սերտացնենք մեր կապերը այն պետությունների հետ, կրկնում եմ, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ աշխարհագրական չափում եւ տարածք է ենթադրել։ Պարոն Օրդուխանյան, շնորհակալ եմ մեզ միանալու եւ թեման վերլուծելու համար։ Խնդրեմ։ Զրուցում էի քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։